Թերևս ամփոփենք արդեն անցնող տարին, որովհետև նոյեմբերի վերջը ըստ էության մի 2 շաբաթ է մնացել ակտիվ քաղաքական գործունեություն, որովհետև հատկապես արևմուտքում դեկտեմբերի կեսից ամեն ինչ քնում է, այնպես որ երևի ճիշտ կլինի տեսնենք նախորդ տարին արտաքին քաղաքական առումով ինչ տարի էր մեզ համար եւ փորձենք ինչ որ կանխատեսումներ անել, շատ համառոտ մնացածը հարցերով արդեն կբացահայտենք։ Եթե որևէ մեկը քիչ թե շատ ուշադրությամբ իմ նախորդ տարիների ասուլիսների հարցազրույցներ ծանոթ է եղել, ես բազմաթիվ անգամներ նշել էի, որ 13 թվականը, հատկապես 14 թվականը ծանրագույն տարի կլինի մեզ համար, քաղաքական, տնտեսական, առավել ևս ռազմական առումով։ Ըստ էության ցավոք սրտի այդպես էլ եղավ, ամառվա դեպքերը ցամաքային, ասենք, դիմակայության այդ մարտերի եւ վերջի դեպքը հատկապես ուղղաթիռի ոչնչացումը եւ հայ սպաների զոհվելը դրա ցուցանիշներն են։ Հիմա ես փորձեմ կանխատեսել 15 թվի համար, հետո բացատրեմ ինչու է թվելուցության միջոցով։ Կարծում եմ, որ 2015-ը կլինի հանգուցալուծման տարի։ Այսինքն մենք ունենք մի տեսակ քանակական կուտակումների ժամանակահատված, այս անցնող 2 տարիները, որը առանձնապես արդյունքի առումով որակի փոփոխություն չտվեց, դա կլինի 15-ի մեջ եւ հանգուցալուծումներ կլինեն մեզ համար։ Պայքարը Հայաստանի համար եւ Հայաստանի շուրջ ավելի կսաստկանա։ Նման իրավիճակը իր մեջ պարունակում է եւ մեծ հնարավորություններ եւ մեծ վտանգներ։ Հնարավորություններ այն առումով, որ եթե քո համար պայքարում են, դու քո գին այսպես ասած բարձրանում է հնարավորությունները եւ ճիշտ քաղաքականությունը կարող է դու մտնես այդ հարաբերությունները ինչ որ մի բան շահես։ Բայց միևնույն ժամանակ ռիսկերն են մեծանում, որովհետեւ դու պիտի կարողանաս այնպիսի ճիշտ քաղաքականություն իրականացնես, որպիսի քո համար պայքարողները, այսինքն ուժային կենտրոնները, ասես ասած քեզ քո դեմ քայլեր չկիրառեն։ Ամենամեծ իհարկե փոփոխությունը, որ տեղի ունեցավ այս տարի, արդեն անցնող տարի կարող ենք ասել, դա Եվրասիական տնտեսական միության փաստաթղթի ստորագրումը եւ ամենայն հավանականությամբ անդամակցությունը, որ ասում է հունվարի 1-ից։ Սա մի քաղաքական լրջագույն որոշում է, որը իր մեջ բազմաթիվ անհայտներ ունի։ Այդպես էլ մեզ համար, ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ել չեմ ասում վերլուծաբանի, շատ բան անպարզ մնաց, անհասկանալի է։ Վստահաբար կարող եմ ասել, որ շատ բան անհասկանալի է նաև մեր գործընկերների, հարևանների համար եւս։ Ես բառացիորեն 2 օր առաջ եմ վերադարձել Թեհրանից, այնտեղ էլ չեն հասկանում շատ բաներ, փորձում են մեզանից ճշտել, իսկ ինչա դա տալու, ինչ նոր հնարավորություններ ալնի։ Ընդհանուր առումով դե մենք պատասխանում ենք, գիտեք, միշտ ասում ենք լավ կլինի, բայց երբ որ սկսում են ավելի մանրամասն հարցեր տալ, այս հարցը ինչ կլինի, մյուս հարցը ոնց կլինի, պատասխանները չկա եւ ես ինձ վրա չեմ վերցնում այդպիսի պատասխանատվություն, չլինելով պետական անձ եւ նաեւ չիմանալով մանրամասները, դրա պատասխան տալ։ Դրա համար մեզ համար կրկնում եմ, դա կլինի սպասումների տարի եւ հանգուցալուծման տարի, լավ կամ վատ առումով։ Այսինքն եթե այս տարի կարող ենք ասել ավելի սպասումների տարի էր եւ գրեթե ոչինչ չհստակվեց, մյուս տարի դա հստակվելու է։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ Եվրասիական տնտեսական միության, կարծում եմ Հայաստանի տնտեսական վիճակը կբարթանա, կվատանա տնտեսական վիճակը, դրա նախանշաններն արդեն ակնհայտ են, Ռուսաստանում վատացող տնտեսական վիճակը, գումարած դրան նաև շարունակվող եւ սաստկացող պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որը ըստ էության նաև մեր թեման լինելու։ Իմ միակ դրական կանխատեսումը կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների առումով, եթե, այս եթեն շատ կարևոր է, եթե հանրապետության նախագահը չեղյալ հայտարարի ստորագրությունը եւ արձանագրությունները, այդ Ցուրիխյան տխրահարճակ արձանագրությունները։ Այդ պարագային շատ հնարավոր է, որ 15 թվականին արդեն
հայ-թուրքական հարաբերությունները մեկ այլ քաղաքական հաղթություն տեղափոխվեն, այսինքն ոչ միայն ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, այլև որոշակի, ասենք, հատուցումների, որոշակի հնարավորությունների փուլ տեղափոխվեն։ Նորից եմ կրկնում, եթե արձանագրությունները չեղյալ հայտարարվեն։ Եթե արձանագրությունները չեղյալ չհայտարարվեն, ամենայն հավանականությամբ ապրիլից առաջ թուրքերը ինչ որ քայլ կանեն, պատրանքային, ցույց տալու համար, որ հարաբերությունները լավացնում են, բայց մենք առանձնապես ոչինչ չենք շահի։ Այսինքն, չեմ բացառում, որ արձանագրություններից օրինակ մեկը վավերացվի, մեկը չվավերացվի, ըստ էության աշխարհի վրա տպավորություն ստեղծվի, որ արձանագրությունները վավերացված են, հիմա Հայաստանը պիտի քայլեր ինքը ձեռնարկի, ինչպես խոստացել է, բայց արձանագրությունները ուժի մեջ չեն մտնի, քանի որ գիտեք, այնտեղ մտնելու կարգը երկուսը միասին է եւ այլն, եւ մենք կայտնենք բավականին ծանր վիճակում։ Մեր մյուս հարևանի Իրանի հարցում ընդհանուր առմամբ ավելի լավատեսական եմ, այն առումով, որ թեև ձախողվեցին Վիեննայում, գիտեք, այդ հնգյակի 5 գումարած 1 եւ Իրան բանակցությունները, այնուհանդերձ եւ հատկապես ամերիկյան կողմում եւ իրանական կողմում իմ շփումները կոնեինց են տպավորության են բերում, որ կողմերը շահագրգռված են լուծում գտնելու։ Ըստ էության այսօր այդ լուծումը չի կայանում առավելապես Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի որոշակի շահերի պատճառով, այդտեղ կարելի է լուծումը գտնել։ Այսինքն, եթե Իրանը դուրս է գալիս, չասենք ամբողջությամբ, մասամբ այդ շրջափակման քաղաքականությունից, հետեւաբար մեր հնարավորությունը եւ Իրանի հետ եւ Իրանի հարաբերությունները մեր միջոցով արևմուտքի հետ շատանում է։ Իհարկե, այստեղ կա մի բացասական միտում, այն է, որ գիտեք, ընթանում են բանակցություններ Ադրբեջան, այսինքն Իրան, Ադրբեջան, Ռուսաստան երկաթգծի գործարկման վերաբերյալ։ Եթե Ռուսաստանը իր տնտեսական շահերթական անգամ բարձր դասի, այսպես ռազմա ստրատեգիական շահից, իր շահից, ել չեմ ասում դաշնակիցների, եթե երկաթգիծը գործարկվի, շատ հնարավոր է նաև բացի այդ երկաթգծից գործարկվի նաև արդեն դեպի արևմուտք ընթացող թևը, այսինքն Բաքու-Թբիլիսի երկաթգիծը, հետևաբար մենք եւ եթե գործարկվի Բաքու Կարս, այսինքն Ախալքալա-Կարս երկաթգիծը, մենք կարող է արդեն հայտնվենք ավելի լուրջ շրջափակման մեջ այդ առումով։ Շատ բաներ մեզանից է կախված եւ ի տարբերություն նախորդ տարիների, որը մեր մոտ եղել ավելի այսպես արձագանքման քաղաքականություն, մենք պիտի իրականացնենք, ասեմ, նախաձեռնողական։ Եթե դա չանենք, մեզ ելի եմ կրկնում, այդ հնարավորությունները, որոնք կարող են բացվել, մենք հնարավորը չկարողանանք օգտվել եւ դա զուգորդված տնտեսական վիճակի վատ թարացման հետ ընդհանուր վիճակ կարող ավելի վատանալ։ Չէ, հայ-ադրբեջանական առումով, եթե մենք վերցնենք մեծ պատերազմ, ես մեծ պատերազմ չեմ կանխատեսում։ Ինչու, որովհետև Ադրբեջանը այսօր իր առջև խնդիր չի դրել Հայաստանի ռազմական ջախջախման խնդիրը, որտեղ նաև չի կարող, այսինքն դա անիրատեսական խնդիր է։ Ադրբեջանը արդեն վաղուց մի քանի տարի ի վեր իրականացնում է Հայաստանին արնակամ անելու քաղաքականություն, այսինքն կաթիլ առ կաթիլ տնտեսական, ռազմական այդ ծանր վիճակով հանգեցնել նրան, որ արտագաղթը շարունակվի, հիասթափությունը շարունակվի, բնականաբար, այսինքն ինքը ավելի երկարատև, առաջին առումով ժամանակային առումով երկարատև քաղաքականություն է իրականացնում, երկրորդը նաև ընդգրկման առումով Ղարաբաղը այսօր Ադրբեջանը այսօր արդյոք չի դրել Ղարաբաղի հարցի լուծման։ Ինքը դրել է, այսինքն Հայաստանի պետականության գոյության կամ չգոյության հարցը, ի սկզբանե էլ այդպես եղել է ցավոք սրտի։